Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրի գլխավոր շտաբի պետը բարձրաստիճան զինվորականների հետ այցելել է Գազայի հատված, որտեղ ՑՀԼ ցամաքային գործողություններ է իրականացնում։ Նա հայտարարել է, որ այժմ շրջադարձային պահ է բանակը կանի հնարավոր է գերիներին վերադարձնելու եւ Համասը ջախջախելու համար։ Սեպտեմբերի 29-ին Իսրայելի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Գազայում պատերազմը դադարեցնելու 20 կետից բաղկացած ծրագիր է մշակել։ Այն նախատեսում է գերիների վերադարձ, Համասի ռազմական ներուժի չեզոքացում, Գազայի ապառազմականացում։ Նաև պետք է երաշխավորվի, որ Գազան այլևս երբեք սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար։ Ըստ առաջարկի Գազան պետք է ունենա խաղաղ քաղաքացիական վարչակազմ, որը չեն ղեկավարի ոչ Համասը, ոչ Պաղեստինի ինքնավարությունը։ Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար կստեղծվի միջազգային վերահսկողական նոր մարմին՝ խաղաղության խորհուրդ։ Ակնկալվում է, որ Իսրայելն էլ պետք է աստիճանաբար դուրս բերի զորքերը դեպի համաձայնեցված գիծ։ Կմշակվի Գազայի վերակառուցման, տարածաշրջանի աշխուժացման եւ ներդրումների ապահովման մեխանիզմ։ Վաշինգտոնը կգործակցի արաբական եւ միջազգային գործընկերների հետ, ստեղծելու միջազգային կայունացման ժամանակավոր ուժեր, որոնք անմիջապես կտեղակայվեն Գազայում։ Թրամփը Համասին 3 օր է տվել համաձայնելու առաջարկին։ Իսլամական ջիհադ շարժումը հայտարարել է, որ Համասը պատրաստվում է հանդիպել պաղեստինյան մյուս խմբավորումների հետ քննարկելու Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ծրագիրը։ Համասն ավելի վաղ զգուշացրել էր, որ չեն ընդունելու որևէ իսրայելամետ առաջարկ, որը կհակասի պաղեստինցիների ինքնորոշման իրավունքին։ Մոսկվան բաց է լուծելու ռուս-ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական բանակցությունների եւ քաղաքական շփումների միջոցով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Լրագրողների հետ զրույցում Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը նախընտրում է ամրապնդել իր զինված ուժերը, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով խաղաղությանը։ Խոսելով Պուտին-Զելենսկի հանդիպման հավանականության մասին, նա ընդգծել է, որ բարձր մակարդակի շփումները չեն կարող ինքնանպատակ լինել։ Դրանք չեն օգնի հակամարտության համապարփակ կարգավորմանը, եթե մանրակրկիտ չնախապատրաստվեն։ Պեսկովը հավելել է, որ այժմ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցային գործընթացում դադար է։ Նաև նրա խոսքով ռուսական կողմն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Ուկրաինային ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից 4 միլիարդ եվրո փոխանցելու Եվրահանձնաժողովի որոշումը։ Ակնկալվում է, որ 2 միլիարդը կուղղվի ԱԹՍ-ների արտադրությանը։ Պեսկովի խոսքով դա կքանդի սեփականության անձեռնմխելիության սկզբունքի նկատմամբ վստահությունը։ Մոսկվայից անդրադարձել են նաև Վաշինգտոնի հետ հարաբերություններին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ ռուս-ամերիկյան բանակցությունների 3-րդ փուլը տեղի կունենա մինչև աշնան վերջ։ Կողմերը կփորձեն կարգավորել երկու երկրի հարաբերություններում առկա գրգռիչ գործոնները։ Դեռևս ամսաթվեր չկան, ամեն ինչ քննարկման փուլում է, նշել է դիվանագետը։ Ռյաբկովը հավելել է, որ Մոսկվան համառորեն բարձրացնում է Միացյալ Նահանգների հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հարցը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի պատվիրակությունները հանդիպել էին փետրվարի 27-ին եւ ապրիլի 10-ին Ստամբուլում։ Ռյաբկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը սպասում է ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը եւս 1 տարով երկարաձգելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկին Դոնալդ Թրամփի արձագանքին։ Ֆիլիպինների կենտրոնական Սեբու նահանգում 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, վերջին տվյալով զոհվել է 6 տասնյակից ավելի մարդ, 150-ից ավելին վիրավորվել է։ Աղետի գոտու մարտակարգ դրություն է հայտարարվել։ 3.4 միլիոն բնակչություն ունեցող Սեբուի նահանգապետի խոսքով ավերածությունների ամբողջ ծավալը դեռ հայտնի չէ, որոնողափրկարարական եւ վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Մտավախություն կա, որ երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել։ Աղետի գոտում մի քանի տասնյակ շինություններ ամբողջությամբ կամ մասամբ փլուզվել են, կան էլեկտրաէներգիայի խափանումներ, ճանապարհներին եւ կամուրջներին ճաքեր են առաջացել, ինչը խաթարել է երթևեկությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։